Պարոն Հակոբյան, իմ հարցը ուղղված է տեսալուսողական մեդիայի մասին օրենքում փոփոխությունների նախագծին, որը վերջերս Գլխատեսային հանձնաժողովը հավանություն տվեց, այնտեղ մի շարք այսպես չափանիշներ են գտված ատելության խոսքի տարածում, պատերազմի գործունեության, դաշնության եւ այսպես ինձ հետաքրքիր է այդ չափանիշները, չափորոշիչները ինչպես այդ գիծը գծվում, օրինակ սա ատելության խոսքեր, թե ոչ պատերազմի կոչ եւ այդ վերահսկողությունը ոնց է որ մարմինն է իրականացնելու, ինչպես է իրականացնելու ու ինչ ուժեր, ինչ պատիժներ են գործելու այս դեպքում եւ մեկ հարցել, քանի որ ընտրությունները արդեն մոտենում են, հա, այս դեպքում այդ քաղաքական խոսույթը թե հանրային դաշտում, թե քաղաքական դաշտում առհասարակ ավելի սրվում է։ Այդ ինչ մեխանիզմներով է ՀՌՀ-ն այդ ուսումնասիրությունը իրականացնելու։ Շնորհակալություն, լավ հարցեր։ Մենք միշտ տարանջատում ենք, սա էլ մենք պետք է հաշվի առնենք քաղաքական խոսույթը, որտեղ մեր պահանջները շատ ավելի նվազ են։ Որտեղ քաղաքական խոսույթում, երբ որ խոսքը գնում է քաղաքական գործիչների մասին կուսակցությունների, հա, այն շեմը թույլատրելի շատ ավելի ցածր է։ Այսինքն քննադատությունը շատ կոշտ կարող լինի, նաև կարող վիրավորանք լինի, որը վրա մենք ուշադրություն չենք դարձնում, դա եվրոպական փորձն է եւ դա ճիշտ է։ Եթե դու մտել ես քաղաքականության մեջ, պետք է պատրաստ լինես, որ քեզ կարող է խոսքով նաև գոտկատեղից ցածր խփեն, հա։ Եվ այս օրենքները ավելի շատ միտված են երկուսին։ Ընդհանրապես հասարակությունը պաշտպանել այդ ատելության խոսքից, որտեղ եթե քաղաքական գործիչները 1000 հոգի են, ապա մեր բնակչությունը համարը 3 միլիոն է։ Եվ մենք պաշտպանելով չենք պաշտպանում քաղաքական գործիչների շահերը, մենք փորձում ենք պաշտպանել մեր հանրության, հա, հանգիստը, անդորրը եւ այլն։ Ինչ ավելացնում ոչ մի բան, այսինքն այն կարգավորումները, որ գործում էին հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունների վերաբերյալ, հիմա գործելու են նաև հանրաբանում, կաբելային ցանցերում գործող հեռուստաընկերությունների վերաբերյալ, այդ թվում նաև Եվրոմեդիայի ընդամենը, հա, եւ վերջերս, եթե չեմ սխալվում, դուք արդեն տուգանվեցիք բանի համար, երբ որ ձեր վերնագիրը անգլերեն լեզվով էր։ Առաջ դա վերվում էր, հա, գիտեմ, հա, եւ շնորհակալ եմ դրա համար։ Եթե առաջ դա վերաբերում էր միայն հանրային մուլտիպլեքսում գործող ընկերությունների համար, հիմա նաեւ համացանցում եւ դա ճիշտ է։ Հայաստանում մենք հայերեն լեզու է եւ գոնե մեր, հա, մեր անվանում պետք է լինի հայերեն, հա, մեր մայրենի լեզվով։ Ինչով ենք առաջնորդվում սահմանումներով։ Մի մասը սահմանումների մենք ենք մշակում Եվ այդ օրենքում գրված է, երբ որ օրենքը ընդունվի, որոշ կարգավորումներ լինելու են մեր կողմից, հանձնաժողովի կողմից ընդունված նորմատիվ կամ անձնական ակտերով, հա, մի մասը քրեական օրենսդրության կամ վարչական օրենսդրության մեջ արդեն կան, իսկ մի մասը դեռ մշակված չի, չնայած ՍԵՊԱ-ով մենք դրա պարտավորություն ունենք, օրինակ Արդեն 2025 թվականին մեր օրենսդրության մեջ պետք է իմպլեմենտվեր ատելության կամ ատելության խոսքը ինչ է նշանակում դեֆինիցիան, մենք միջև հիմա ցավոք չունենք, հա, փորձում ենք առաջնորդվել միջազգային սահմանումներով, որը միշտ գիտեք, հա, ազգային օրենսդրությունից ավելի բարձր է, բայց օրինակ մենք ատելության խոսքի սահմանումը չունենք եւ հույս ունենք, որ արդարադատության նախարարությունը դա արդեն կմշակի եւ կտրամադրի մեզ որպես գործիք միջև այս օրենքը ուժի մեջ մտցնելը։ Իհարկե, իսկ չափորոշիչներ օրինակ բռնության, մենք ունենք բռնության չափորոշիչներ, մենք ունենք բռնության չափորոշիչներ, որոնք մշակել է մեր հանձնաժողովը եւ որ համապատասխանում է այլ միջազգային ստանդարտներ։ Մենք ունենք չափորոշիչներ այն բովանդակության, որը ազդում է անչափահասների ֆիզիկական եւ մտավոր առողջության վրա։ Դա արդեն ավելի կոշտ կազդի նաեւ ցանցային օպերատորների փաթեթներում գործող ծելեների համար։ Քրեական օրենսգրքում կա ինչ բան է, չգիտեմ, պատերազմի հրահրումը կամ սահմանադրական կարգի տապալման կոչերը, այսինքն մենք ընդամենը օգտվելով արդեն սահմանված, հա, հարաբերություններից կամ բաներից, հա, սահմանումներից մենք արդեն կաշխատենք մեր գործը, բայց նորից եմ կրկնում, որևէ հավելյալ պարտավորություն, հավելյալ սահմանափակում չկա։ Ընդամենը մենք փորձում ենք հավասար պայմաններ ստեղծել հանրային մուլտիպլեքսում գործող հեռուստաընկերությունները եւ համացանցը, որովհետեւ այսօր տարբերությունը գրեթե ոչ մեկ չի զգում։ Չի զգում, որտեղ նույն բովանդակությունն է, նույն հեռուստաընկերություններն են եւ շատ անարդար է, երբ որ մեկի դեմ եւ անարդյունավետ, երբ որ մեկի դեմ դու պարտավորություններ ես դնում, իսկ մյուսը օգտվում է այդ բացերից օրենսդրության մեջ եւ չարաշահում է խոսքի իրավունքը։
օրինակ ատելության ոսկե ինչ չափ պատժամիջոցներ են գործում սահմանափակում։ Առաջինը մենք զգուշացնում ենք, միանգամից որևէ վատ բան չենք անում, զգուշացնում ենք, նամակ ենք գրում, բացատրում ենք, փորձում ենք հասկացնել ինչն է, լսում ենք իրանց պարզաբանումները, ժամանակը ենք տալի, որպեսզի շտկվի եւ դրանով մոռանում ենք այդ միջադեպի մասին։ Եվ դա կանոնավոր է արվում, օրինակ, չգիտեմ, տարվա մեջ, եթե չեմ սխալվում, 3 անգամից ավել, նույնը, օրինակ տարվա մեջ 3 անգամ առանց հետո շտկելու, առանց պարզաբանելու, առանց ներողություն խնդրելու, բռնության կոչ է արվում կամ, չգիտեմ, սահմանադրական կարգը տապալելու, ապա մենք իրավունք ունենք կասացնել այդ հեռուստածրագրի գործունեությունը կաբելային ցանցերում, ինչ որ ժամանակով։ Եվ այդ ժամանակը անցնելուց հետո այդ հեռուստաընկերությունը նորից կարող է դիմել մեզ եւ ստանալ նոր արտոնագիր։ Բայց ավելի շատ ոչ թե մեր հեռուստաընկերությունների աշխատանքներին է դա ուղղված, էլի զորօրինակ Եվրոմեդիայի համար, որը հեղինակազորված է այստեղ, որը մեր ռեզիդենտն է, իր բանական անձն է այստեղ գրանցված, ավելի շատ այն վերահարձակվող հեռուստածրագրերի համար, որոնք պատրաստման երկիրը այլ երկիր է եւ նա այլ երկրի օրակարգներն է սպասարկում եւ այդպես պիտի լինի, որովհետեւ չգիտեմ, ամերիկյան, ռուսական, իրանական կամ չինական ծրագիր Հայաստանի օրակարգը չի սպասարկում։ Մենք նաեւ փորձում ենք ապահովել, մեր ինքնիշխանությունը ավելի կոշտ մեթոդիկայով, որովհետեւ այսօր նույնիսկ եթե ինչ որ հեռուստաընկերություն դրսի անուն չտան, ինք առավոտից երեկո, միջամտի մեր գործերի նախընտրական օրինակ գործընթացների ժամանակ, կեղտոտ կոչերանի ասի գնացեք կառավարությունը, չգիտեմ, սպանեք, սա արեք, նա արեք, բանը մեր հանձնաժողովը որևէ կզարմանակ գործուկ չունի, որպեսզի կարողանա կասեցնի այդ աշխատանքները։ Հիմա այդ գործիքները մեզ տրվում են։ Եվ որ արդեն մենք չգիտենք, մեջը բավականին մեծ չափի ուղումներ են մտնում, մենք ավելի հանգամանալից կխոսանք, երևի հատուկ նաև ասուլիս կանենք եւ մենք եւ ԲՏԱ-նախարարությունը եւ հանձնաժողովը ԿԳՍՄ ազգային ժողովի համատեղ եւ այդ օրենքի ընդունումից հետո կարողանանք ավելի սպառիչ պատասխաններ ձեզ բոլորին տալ։